Նախնական հաշվարկով մոտ 15 միլիոն դրամի կորուստ արդեն ունեմ։ 15 միլիոն դրամի կրակի բաժին դարձած ապրանքի դիմաց Վայլբերիսից դեռ ոչ մի կոպեկ փոխհատուցում չի ստացել Միլենան։ Կիևի աղետալի հարվածների հետևանքով 4-ից 5 հազար ապրանք է կորցրել, որ Կրասնոդարի եւ Մոսկվայի պահեստներում էին։ 5-ից 6 տարբեր պահեստներում ապրանքներ ունեմ, այդ թվում նաև արդեն իսկ պայթեցված պահեստներում։ Վայլբրիսը հենց ինքը հստակ տեղեկություն չի տվել, թե պայթյունի հետևանքով ինչ ա մնացել, ինչ չի մնացել, բայց ամեն դեպքում ես ենթադրում եմ, որ ոչինչ չի մնացել։ Ռուսական խոշորագույն օնլայն հարթակում խոհանոցային պարագաներ եւ կոսմետիկ միջոցներ է վաճառում։ Լսել է, որ հայ շատ տնտեսվարողներ վնասի 10%-ի չափով փոխհատուցում ստացել են։ Потеряли теперь огромные убытки. Կարծում է այդպես պարզապես փորձում են լրացնել սոցցանցերում օրերով ողբացող տնտեսվարողներին, մարդկանց, որ րոպեների ընթացքում կորցրել են ամեն ինչ։ Սա ուղղակի փոխհատուցում էր, այսպես ասած, շատ վաճառողներին այս պահի դրությամբ լրացնեն։ Իրականում չգիտեմ, պայմանավորված է իմ փոխհատուցում չստանալը նրանով, որ ես մտնում եմ մեծ սելերների մեջ շրջանառություն ունեցող սելերների մեջ, թե ոչ, բայց կոնկրետ ես այս պահին դեռ չեմ ստացել ու դեռ սպասում եմ։ Տարօրինակ է Միլենայի համար, որ Ռուսաստանում Վայլբերիսի պահեստները պայթեցնելուց օրեր առաջ ընկերությունը պայմանագրում մի կետ էր ավելացրել, որ փոխհատուցում չեն տրամադրելու պատերազմի հետևանքով վնասված կամ ոչնչացված ապրանքների համար։ Կարծում է նախապես են իմացել, որ Կիևը թիրախավորելու է օնլայն առևտրային հարթակի պահեստները եւ ապահովագրել է ընկերությունն իրեն։ Պատերազմը ամեն դեպքում նոր չի սկսվել, տարիներ շարունակ կար պատերազմը, բայց հայտարարությունը ու այդ պայմանագրային կետի փոփոխությունը տեղի ունեցավ ընդամենը մի քանի օր առաջ ու դրանից հետո այս իրավիճակը ստեղծվեց։ Ավելի քան 10,000 հայ տնտեսվարող է Վայլբերիսում ապրանք վաճառում։ Շատերը տուժել են թե չորեքշաբթի Կրասնոդարի պայթյունից, թե հուլիսի 18-ին եւ 20-ին Մոսկվայի եւ Տամբովի մարզերում պահեստների վրա անօդաչուներով հարձակումներից։ Ուկրաինան առնվազն 4 լոգիստիկ կենտրոնների վրա հարձակումն արդարացրել է, թե ռուսները Վայլբերիսի պահեստներում ոչ միայն քաղաքացիական ապրանքներ են պահում, այլև ռազմամթերք իրենց դեմ կռվելու համար։ Գայանե Մովսիսյան, Հենրիկ Համազասպյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։